Բարի օր, այսօր հյուրընկալել եմ մանկագիր, դերասանուհի, անիմացիոն ռեժիսոր Արմինե Անդային։ Իսկ մինչ զրույցի սկսելը, խնդրում եմ չմոռանաք բաժանորդագրվել Սաբոտաժի YouTube-յան ալիքին, ինչպես նաև թողնել մեկնաբանություններ եւ կարծիքներ։ Արմինե ջան, բարի օր։ Բարի օր։ Ինչպես ես։ Հրաշալի եւ Ինչպես է տրամադրությունդ։ Շատ լավ եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Հեքիաթի աղջիկ, ինչպես միշտ ես քեզ ասում եմ, երբ հրատարակչությունում դուռը բացում ես, քո հմայիչ կարմիր գլխարկով, միշտ ասում եմ հեքիաթի աղջիկը եկավ։ Շատ ուրախ եմ, որ լավ ես, լավ տրամադրություն ունես եւ այսօր հետաքրքիր բաների մասին պիտի զրուցենք, մանավանդ որ քեզ հետ զրուցելը միշտ շատ հետաքրքիր է ու կարեւոր։ Պատմություն գրելու վարպետությունը նախկինում միայն այն մարդկանց էր հասու, ովքեր օժտված էին, ովքեր ունեին այդ ունակությունը, ովքեր կարողանում էին այդ պատմությունը լավ գրել։ Այժմ մեր օրերում կան դրանց վարպետաց դասեր։ Եվ այդ շնորհը, այդ օժտվածությունը, որը մարդը կամ ունի, կամ չունի, կարծես թե հնարավոր է այդ վարպետաց դասերի միջոցով փոխարինել եւ մեկ էլ տեսնում ես մի մարդ, որ ուզում է, ցանկություն ունի պատմություն գրել երեխաների համար, story writing ուրեմն դասընթացներով սկսում է ստեղծագործել։ Ինչ ես կարծում, սրան իսկապես հնարավոր է հասնել սովորելով, թե սա կամ տրված է մարդուն կամ ոչ։ Իհարկե դա շատ հեշտ հարց չի։ Եվ գուցե միանշանակ պատասխան չունի, բայց ես որպես մանկագիր եւ որպես դասախոս իմ պատասխանը ունեմ, իհարկե։ Ես երկար տարիներ հորինել եմ, նոր սկսել եմ սովորեցնել։ Այդ փորձից, ուսումնասիրություններից եւ այլն ամբողջից միասին այնինչ ես ձեռք եմ բերել ի պատասխան այդ հարցի Երևի կձևակերպեմ այսպես։ Բոլոր մարդիկ ունեն երևակայություն։ Բոլոր։ Ինչ բոլորը չէ, որ ունեն, կամ բոլորը նույն ձևով չեն տիրապետում, դա կապն է սեփական երևակայության հետ։ Սեփական երևակայության հետ։ Այո։ Ստեղծարարությունը ինչ որ միտեղ այդ կապի վրա է հենված, այսինքն ստեղծարար մարդ չի նշանակում մեկը ստեղծարար է, մյուսը ստեղծարար չի։ Ստեղծարար նշանակում է ինքը կարողանում է, ունի հմտությունը օգտագործելու իր երևակայությունը։ Ամեն մարդ ունի եւ կարող է։ Ամեն մարդ ունի երևակայություն եւ ի վերջո ամեն մարդ կարող է սովորել։ Ինչի շնորհիվ օգտագործել։ Ահա, այնչի շնորհիվ դա մեկը չի, երկուսը չի, երեքը չի եւ դա արդեն կախված է ոչ միայն, դա շատ բաներից է կախված։ Եվ ես գուցե որոշ բաների մասին հիմա խոսեմ։ Օրինակ, հա վերցնենք կարդալը։ Օրինակ, մի բան, որ ահռելի ձևով զարգացնում է մարդու երևակայությունը, դա գիրք կարդալն է։ Ես երևի չգիտեմ գրքից եւ երաժշտությունից բացի երևի ոչինչ այդ աստիճանի երևակայություն չի զարգացնում։ Ինչքան էլ մենք ապրում ենք վիզուալ դարում, չէ՞, տեսողական արվեստների դարում։ Խոսենք դեռ այս եւ դրա մասին դեռ խոսենք։ Եվ ինչքան էլ որ ես էլ եմ անիմացիոն ռեժիսոր, սիրահարված անիմացիային, կինոյին եւ իմ կյանքի կեսը ի վերջո նվիրում եմ դրան եւ անիմացիա անելն էլ ինձ համար նույնպիսի երջանկություն ինչպես գիրք գրելը, բայց այնինչ անում է գիրքը եւ այնինչ արբեր է տեսողական արվեստներից ի վերջո, որը շատ նման է երաժշտությանը, դա այն է, որ տեքստ կարդալուց դու ինքդ ես պատկերներ ստեղծում։ Եվ այստեղ է գալիս կարևորությունը, թե ինչու պետք է նաև անպայման մեծ տեքստեր կարդալ։ Այսինքն, օրինակ այն, որ մենք գնալով մեծ տեքստերը փոխարինում ենք փոքր տեքստ մեծ նկարներով, մենք իր ազդեցությունը մարդու երևակայության զարգացման, իր իսկ սեփական կապի իր ռեսուրսների հետ, չէ՞։ Մենք ավելի թույլ ենք ազդում, քան երբ մարդը կարդում է գիրք եւ իր
կապը մարզվում է։ Հիմա դրանից ելնելով կարելի է ասել, որ օրինակ նույնիսկ ամենափոքր երեխային չի կարելի միայն նկարներով գիրք տալ։ Իր համար պետք է կարդալ։ Հա ինքը կարդալ չգիտի, բայց ինքը լսում է։ Ես այս վերջերս մի ասիական ֆիլմում շատ հետաքրքիր բան տեսա, որ հղի կնոջ համար ամուսինը երեխայի համար հեքիաթներ է կարդում։ Հղի կնոջ համար, որպեսզի երեխան լսի, որտեվ հնչյունը էներգիա է, հնչյունը ուժ ունի։ Եվ ձայնը այն առաջին իմպուլսն է, որ երեխան ազդակը, որ ստանում է դրսի աշխարհից, չէ՞։ Եվ դեռևս գտնվելով փորիկի մեջ, ասում են երեխայի հետ խոսեք, երաժշտություն։ Իհարկե, եւ ինքը եւ կապը հաստատում, երաժշտություն, հնչյուններ, որտեղ ինքը արդեն սկսում է զարգանալ, չէ՞։ Մենք չգիտենք ինչքան է, մենք դա գաղտնիքը ոչ ոք չգիտի։ Ես կողմնակիցը չեմ այն մոտեցումների, որ 2-ից կամ 2, 3, 4, 5 տարեկան երեխայի համար միայն պիտի 10 նկարազարդեն գիրքը, որտեղ ամեն էջում ասենք երկու նախադասություն։ Գուցե շատ փոքր տարիքում իսկապես նկարները կարևոր են, քիչ տեքստը ավելի քիչ շեշտադրում է պահանջում, որովհետև երեխան ձանձրանում է մեծ տեքստերից, ինչ ես կարծում։ 2000-ականներին անում էի բլում պատմություններ հաղորդաշարը։ Եվ այդ հաղորդման ժամանակ պատմում էի իմ անկիմերի բնակիչները, վեպի հեքիաթները։ Դա իրենք պես խելահեղ հեքիաթներ են, հորինված աշխարհի մասին, լիքը հերոսներով։ Եվ հեռուստատեսության ղեկավարությունը, աշխատողները օրը մեջ գալիս էին ինձ մոտ ու ասում էին, բայց գիտես, ախր երեխաների համար դժվար կլինի։ Իսկ շատ ծնողներ ինձ ասում էին, մեր 2 տարեկան երեխան գամված այսպես լսում է։ Ինչու՞։ Որովհետև հասկանալը միակ ճանապարհը չի գրքի հետ, հնչյունի հետ եւ տեքստի հետ կոմունիկացիա ունենալու։ Մենք ենք կարծում, որ դա միակ ճանապարհն է, որտեղ ինչքան մենք մեծանում ենք, այնքան կարծում ենք, այս շեշտը դրվում է հասկանալու վրա, բայց հասկանալը ճանապարհներից մեկն է, չէ։ Երբ մենք պոեզիա ենք կարդում, մենք միայն հասկանալու խնդիր ենք դնում, ոչ։ Երբ մենք երաժշտություն ենք լսում, մենք հասկանալու խնդիր ենք դնում, ոչ։ Ով է ասել, որ գիրք կարդալուց հարց ենք լուծում երեխայի մոտ։ Գրողը իր ստեղծագործությունը ստեղծում է ոչ միայն գիտակցությամբ, չէ, այլև ենթագիտակցությամբ։ Հետևաբար երեխան էլ է ընկալում ոչ միայն գիտակցությամբ։ Ամենակարևոր շփումը գրքի, անիմացիոն ֆիլմի, կարևոր չէ, ցանկացած բովանդակությամբ, որը ստեղծում է երեխայի համար, ընդհանրապես ամենակարևոր շփումը ենթագիտակցությունից ենթագիտակցություն շփումն է։ Դա շատ ավելի մեծ խնդիրներ է լուծում, քան զուտ գիտակցությունից գիտակցություն շփումը։ Դրա համար ես անձամբ չեմ հարում այն մոտեցումներին, որ դու անպայման պետք է գիրքը այնպես անես, որ ինքը այնտեղ մի խնդիր լուծի, շատ պարզ լինի, երեխան դա հասկանա։ Երեխան կարող է այնքան բան հասկանա, որ մենք չգիտենք, ինչու ենք մենք երեխային սահմանափակում։ Այսինքն ես կողմնակից եմ երեխային ավելի մեծ վստահություն տալ, քան մեր ժամանակաշրջանը գնում է, այսպես ասեմ։ Ավելին ասեմ, իմ տեսանկյունից շատ ժամանակ դա ուղղված է ծնողին, ոչ թե երեխային։ Այսինքն մենք ոնց որ փորձում ենք ավելի հեշտ գրքեր անել, ավելի հեշտ ֆիլմեր անել, ավելի շատ նկարներ անել։ Իդեպ ես նկարների սիրահար եմ, ես ինքս իմ վեպը իմ նկարներով եմ հրապարակել եւ ես նկարներին չեմ դեմ։ Ես դեմ եմ նրան, որ մենք ամեն ինչ փոխարինենք նկարին եւ տեքստը գնալով երեխայի համար փոքրացնենք։ Այ ես սրան եմ դեմ։ Եվ ծնողները իրենք էլ չեն զգում, որ իրենք լավություն չեն անում երեխային, երբ իրենք փնտրում են միայն նկարներով գրքեր եւ նույնիսկ ամենափոքր երեխայի համար իրենք պիտի գնեն տեքստ եւ կարդան երեխայի համար։ Եվ այստեղ գալիս է մի շատ կարևոր բան. գիրքը պիտի ուղղվի երեխային, ոչ թե ծնողին։ Եվ սա չի նշանակում, որ երեխայի համար գրված գիրքը մեծերի համար չի։ Ես իդեպ այդպիսի բան չեմ ասում։ Ես ասում եմ, գիտակցորեն չի կարելի գիրքը ծնողին ուղղել։ Ես սա եմ ասում։ Իսկ կարծում ես, որ մանկական գիրք գրելիս ուղղում են ծնողների առաջին հերթին։ Եվ որտեղ է դա նկատելի։ Երբ դու մտնում ես գրախանութ, դու շատ ժամանակ վերցնում ես գիրքը շրջես, գրքի վերջում գրված է օրինակ գրքի մեսեջը, հա։ Չի կարելի անել այդպիսի բան։ Ցանկացած գիրք, որի վրա գրվում է գրքի մեսեջը, դա ուղղված է ծնողին, դա երեխային չի ուղղված։ Օրինակ հասարակ գաղտնիք։ Այսինքն այնքան փոքր բաներ կան, որ դու միանգամից հասկանում ես, որ սա արվել է ուղղակի ծնողին վաճառելու համար։
Բայց եթե դու գրքի վրա գրում ես պատմության սկիզբը, հերոսին ես ոնց որ դիրքորոշում, բերում ես երեխային ասում ես, այսպիսի հերոսի հետ հիմա դու ճանապարհ ես գնալու։ Ու ինքը միանգամից այդ ժամանակ էլ նույնիսկ կարող եմ տատի, տեսնես ինչ ճանապարհ եմ ես գնալու։ Ու ինքը կարող է նույնիսկ սկսի այդ ճանապարհը գնալ։ Յուրովի իր տեսած ճանապարհը։ Այո, եւ երբ երեխան գիրք է կարդում, նույնիսկ գիրքը ավարտելուց հետո ծնողը, ուսուցիչը, մանկավարժը, հոգեբանը երբեք միանգամից չպետք է ասեն, որ նա գրքի հաղորդագրությունն է։ Այո, իրենք պետք է նախ իրեն հարցնեն, ասեն, իսկ դու ինչ տեսար ես գրքում։ Երեխան ինքը պետք է իր ճանապարհորդությունից գա իր փոքրիկ մեկնաբանությանը, հետո նոր դու ու ես խոսում եմ իմիջիալոց ամենատարբեր տարիքի երեխաների համար, նույնիսկ դեռահասների, որոնց միշտ գրքից հետո պահանջվում է ասել, դե հիմա գրի մեսեջը ինչ որ մի հատ միտեղ ու սխալ գրես, ասենք ցածր կստանաս, նախ մեսեջի սխալոճի չկա։ Այդպիսի բան գոյություն չունի։ Պատմությունն է, որ մեկն է, որովհետև հեղինակը ինքը միայն պատմությունն է հորինել։ Հեղինակը ոչ մի տեղ չի գրել, որտեղ է իր մեսեջը, որտեղ է իր հաղորդագրությունը, որտեղ է իր ասելիքը եւ ինչ է ուզել ինքը ասի, որտեղ է հեղինակը դա գրել ինքը։ Եթե հեղինակը դա գրեր, հարյուրավոր գրքեր հետո չէին գրվի նրա մասին, թե այդ գիրքը ինչի մասին է, կամ հարյուրավոր անգամ չէին բեմադրվի, չէին ինչու են դա անում։ Եվ ամեն ռեժիսոր իր մեկնաբանությունը ունի, ինչպես մեր հյուրերից մեկը ասեց, խոսում էինք հեքիաթի բացատրության մասին, որ նախ եւ առաջ պետք է ծնողները հասկանան հեքիաթը, որ հետո կարողանան մեկնաբանել երեխային, որ երեխան սխալ չհասկանա, եւ շատ հանկարծակի պատասխանեց մեր հյուրը, որ իսկ ով ասեց, որ պետք է մեկնաբանել հեքիաթը եւ ով ասեց, որ պետք է բացատրել։ Դա եմ ասում, որ չէ, որ մենք մենակ բացատրելով չենք հասկանում։ Ես հիշում եմ, որ իմ մանկության տարիներին ես իդեպ ահա որ շատ էի կարդում, այնքան որ ես այն երեխաներից էի, որի ձեռքից գրքերը վերցնում էին, էլի։ Շեքսպիր էի կարդում, ասենք 11 տարեկանում։ Հիմա իհարկե ցանկացած մարդ կասի, ոնց երեխան կարա հասկանա 11 տարեկանում Շեքսպիր, չէ։ Մի կողմից կարող է դրա մեջ կա հալը, ոնց է երեխան, բայց իրականությունը այն է, որ այդ Շեքսպիրը, որ ես կարդացել եմ 11 տարեկանում, ինձ բերել է նաև ոչ միայն Շեքսպիրը, որ ես սկսել եմ հեքիաթներ գրել, անիմացիոն ֆիլմեր անել, որովհետև ես նրանից ինչ որ մի բան եմ վերցրել, որը գուցե ոչ մի մեծահասակ Շեքսպիր կարդալուց չի վերցնելու։ Այսինքն այդ տեքստի բարդությունը, հանգի բարդությունը, իհարկե պոեզիան, հերոսները, շփումը, մթնոլորտը, որտեղ տեղի են ունենում իրադրությունները, պատմությունը, վերջո որի մեջ հարցերը առաջացրել։ Ստանիսլավսկին ասում է, երևակայությունը ամենաշատը գայթակղում է հարցը։ Ու ամենաշատը ինչ պետքա անել, պետքա օգնել, որ երեխան ինքը հարց տա։ Ոչ թե ասել ինքն իրեն։ Այո, օրինակ, մի անգամ դու ասես, իսկ դու օրինակ ինչ հարց տվեցիր, դու ինչ մտածեցիր, դու հարցեր, դու իրեն հարց տուր սովորեցրու, իրեն ինքը հարց տա։ Եվ այդ ժամանակ վաղը ինքը կգնա գիրքը կվերցնի, ինքը կկարդա, որտեղ ինքը օգնության կարիք չի ունենա, ինքն էլ կարող է ինքն իրեն հարց տա։ Բայց չի որ ամեն պատմություն ինչ որ մի բանի շուրջ է, ինչ որ մի ասելիքի շուրջ է ձևավորվում։ Եվ ծնողը ջանում է այդ ասելիքը հասցնել երեխային եւ իր մեկնաբանությունն է տալիս։ Ծնողը կարծելով, որ հեղինակը ինչ որ փորձել է ասել այս հեքիաթով, ախր պատումները ամեն մի պատում իր ասելիքը ունի։ Ոնց վարվեն։ Ես կարող եմ միայն իմ մոտեցումը կիսել, Սաբեթ։ Ասելիքը երբեք մեկը չի։ Ես միշտ ցուցադրում եմ իմ ուսանողներին իմ ֆիլմերը կամ իմ ստեղծագործություններից ինչ որ բան եմ անում, ահա իրենց համար կարդում եւ երբեք չեմ ասում ես ինչ եմ որպես հեղինակ ուզել ասել, մինչեւ չեմ լսում իրենք ինչեր են ասում եւ դա այնքան հետաքրքիր է, բաներ որոնց մասին ինքդ նույնիսկ երբեք չերել մտածել։ Ես ասեմ, որ երբ Անկիմիրի բնակիչները գրել էի, դա ես Անկիմիրի բնակիչները այնքան պատահական եմ գրել։ 92 թվականին մութ ու լույս մութի մթության մեջ լոմոմի լույսի տակ եւ Անկիմիրի բնակիչները ինձ տիեզերքի մասին էլ հորինելու մասին էլ այնքան բան ասովորացրել։ Երբ ես գրել եմ գիրքը ու ավարտել եմ, դրանից հետո ես մի մտերիմ ընկերուհի ունեմ, դուք եք իրեն ճանաչում, Նաիրան Հարությունյան, որը նաև գրականագետ է,
ինքը իմ գիրքը կարդալուց հետո ասում էր բաներ, որոնց մասին ես չեմ մտածել, բայց ես տեսնում էի դա գրքի մեջ։ Ով ասել, որ հեղինակը, չէ՞ որ հեղինակը լիքը ինֆորմացիա ստանում է նաև ենթագիտակցորեն։ Ես նորից գամ դրա։ Եվ չգիտակցված դնում է պատմության մեջ։ Դա չի նշանակում, որ ինքը ասելիք չունի։ Դա չի նշանակում, որ բայց շրջանակ այդ ասելիքը իր մեջ գիրքը գրելուց կարող է այնքան տարողունակ լինի եւ լավ գրքի կամ լավ ֆիլմի երևույթի մեջ կա նաև հենց դա, որ ինքը այնքան տարողունակ է, որ ինքը տալիս է մեկնաբանությունների հնարավորություն։ Ինչու են Համլետը մինչև այսօր բեմադրում։ Ինչու են Փոքրիկ իշխանը այդքան մեկնաբանում, ինչու են Ալիսը հրաշքների աշխարհում այդքան մեկնաբանում, ինչու են Մատանիների Տիրակալը այդքան գիտեք ինչքան են գրում այդ գրքի մասին, որովհետև ինքը տարողունակ է։ Եվ եթե հեղինակը ունի իր ներսում մի ասելիք, որին շուրջ ի վերջո դա պատտել է, դա չի նշանակում, որ դա ոչ ոք չգիտի։ Նախ սկսենք դրանից, որ դա ոչ ոք չգիտի։ Եկեք ընդունենք, որ դա ոչ ոք չգիտի։ Այո։ Եթե նա կենթանի չէ եւ չի պատադրում։ Այո, եթե ես հիմա չասեմ, որ ես Գաղտնիքների գիշերը գիրքը գրելուց ուզել եմ սա ասեմ, ով կարող է ապացուցի, որ ես դա եմ ուզել ասեմ, այս դա եմ ուզում հասկանամ։ Դրա համար ես կարծում եմ, որ եւ գրականությունը դասավանդելիս դպրոցում, եւ երեխային գիրք տալիս, եւ երեխային անիմացիոն ֆիլմ ցույց տալիս, եւ այդ ամեն ինչի ժամանակ պետք է զգուշ լինել, պետք է տարածություն տալ երեխային ինքնուրույն զգալու եւ մտածելու եւ պետք է տալ երեխային եւ հեշտ գիրք եւ դժվար գիրք եւ մեծ տեքստով չի կարելի մարդուն սովորեցնել միայն փոքր տեքստերին։ Ինչ կատարվեց, որ այս մետամորֆոզը եղավ եւ չասեմ ծնողները, հեղինակները իրենք էլ որոշեցին, որ անցնենք քիչ տեքստ շատ նկարազարդման, միայն թե երեխային բերենք դեպի գիրքը։ Գուցե հենց այս խնդիրն էր, որ տեքստը սկսեց պակասել եւ ամենասարսափելի բանը, որ կատարվում է դպրոցներում, այդ ադապտացված տեքստերը։ Սա մի անթույլատրելի երևույթ է։ Ինչպես կարելի է կրթական համակարգում ներմուծել այս վարվելակերպը տեքստի հետ։ Ավելի լավ է այդ ստեղծագործությունը իսպար հանել ծրագրից, բայց արի խոսենք մանկական գրականության տեքստերից, ինչ կատարվեց, որ տեղի ունեցավ սա։ Կարծում եմ երկու բան կատարվեց, մեկը կատարվեց այդ վիզուալ դաշտի որ ակտիվացում, որ ինքը եկավ երեխային էկրանը ոնց որ գրավեց եւ մյուս կողմից, այս կողմից էլ հակառակ բանը դա փոխանակ, ոնց որ ուրիշ ճանապարհներ գտնային այդ տեքստը պահելու, գիրքը պահելու, բազմանշանակ պատմությունը պահելու եւ այլն, հակառակ ուրիշ կողմից էլ վտանգավոր ուժի ստեղծվեց, օրինակ, հա, ասում եք հեղինակներն են, չէ՞, այդպես հեղինակը հետևելով տենդենսի բավարարել հրատարակիչին, հրատարակիչը ուզում է բավարարել ընթերցողին։ Այսինքն հեղինակներն էլ ասում են չեն տպագրում ինձ եւ ուզում են գրեն մի բան, որ տպագրվեն, հրատարակիչն էլ ուզում է գրի մի բան, որ ընթերցողը վերցնի, ընթերցողն էլ երեխան չէ, որ որոշել է, դա ծնողն է որոշել ամենաշատը դա որոշել է, ասենք, որտեվ ծնողն էլ ասում է, վայ, ես զբաղված եմ, ես իրան մի բան տամ, ինքը նստի նկարները գոնե նայի, մի քիչ էլ ոնց որ կարդա մի հատ բան, բայց Հայաստանում ինչքան կարելի է գտնել ծնողներ, որոնք նստում են, հատուկ կրթվում են, թե ինչպես կրթեն իրենց երեխային, թե ինչ գրքեր բերեն իրենց երեխային, ինչ ֆիլմեր, ինչ բազմասերանոց ֆիլմեր ընտրեն ու իրենց տան, ոչ թե այս ամբողջ քաոսի մեջ թողնեն երեխային առանց օգնության։ Եթե նորից գանք նրան թե իսկ ինչպես դա անենք, այդտեղ ոնց որ ամբողջը բազմակողմանի պետք է լինի, բոլոր կողմերից պիտի գան, հեղինակներն էլ մի քիչ կամք պիտի ունենան, հրատարակիչն էլ պիտի մի քիչ կամք ունենա, ծնողն էլ պիտի մի քիչ կամք ունենա։ Կարծում ես կկարողանանք վերադարձնել էլի դեպի երկար ու մեծ տեքստերը, այս անիմացիոն էկրանային աշխարհում։ Ես շատ հուսահատ եմ այդ առումով։ Ես իմ ճանապարհները փնտրում եմ։ Ես օրինակ նույն անկիմյուրի բնակիչները հեքիաթ վեպի հետ, հեքիաթային վեպի հետ դժվար ճանապարհ եմ անցել։ Ես էլի հիմա գրում եմ վիպակ։
Եվ այդ հեքիաթային վեպը անկիմերի բնակիչներն այդ շատ երևան պատմություն է։ Ես 92 թվականին եմ գրել, 6 ամսում։ Ինքը ինձ ուղղակի երկնքից ոնց որ ընկավ այսենց մի հատ, փոխեց իմ ամբողջ աշխարհայացքը։ Եվ երբ ես մինչև 98 թվականն ես նույնիսկ չեմ մտածել, մենք նույն ժամանակի մեջ էինք ապրում։ 98 թվականին ես որոշեցի, որ կարելի է տպագրել, դե շուրջս բոլորը ասում էին, որ արժի, ես էլ հերոսներին էի շատ սիրում։ Ու 98 թվականին ես շատ ակտիվ սկսեցի տպագրվել ամբողջ գրական եւ մանկական մամուլում, բոլոր առանցին հատվածները տպագրում էին, բայց մինչև 2002 թվական, մինչև 2000 թվականը, երբ ես գրքի հիման վրա սկսեցի անել բլում պատմությունները, ու 2002 թվականին առաջին մազը փոքրիկ գրքույկով, մուտք մատենաշարով գրողների միությունը տպագրեց։ Բայց ամբողջական վեպը, երբ ես գնում էի, որ իրեն տպագրեն, ինձ նայում էին, ինչ է խոսում ես աղջիկը, որտեվ այն ժամանակ հորինված աշխարհի մասին հայերեն լեզվով գրված առաջին գիրքն էր։ Եվ մարդիկ չէին հասկանում, ոնց կարող են իրանք այս 400 էջանոց մանկական, ոնց որ հեք է, ինքը մանկական էլ չի, ինքը ի վերջո եւ մեծերի եւ փոքրերի համար է, բայց հա, ես համարում եմ, որ առաջին եզում երեխաները կարդան այդ գիրքը, բայց քանի որ երևակայական քանի որ իրենց աշխարհին է մոտ այդ աշխարհը, մեծ իրենց աշխարհին հետ պիտի հաղորդակցվի այն աշխարհը, որը ես ստեղծել եմ իր բարությամբ, իր ծիծաղելիությամբ, իր ընկերությամբ եւ այլն։ Եվ չէին տպագրում այն համար, որ ինքը մեծ էր։ Այսինքն մենք միշտ ենք ունեցել այդ խնդիրը, որովհետև մենք ավելի շատ խոսում ենք նրա մասին, որ մենք կարդացող ենք, քան մենք իրականում կարդացող ենք։ Այո, եւ հիմա ես նորից միևնույնն է, ես ուզում եմ այդ բան, ես հիմա նորից վիպակ եմ գրում, եւ ես այդ վիպակը գրելու եմ եւ անպայման ազնելու, անպայման ձգտելու եմ, որ ինքը տպագրվի։ Այսինքն բոլոր կողմերից մի քիչ կամք պետք է դրսևորվի եւ իհարկե դա չի նշանակում, որ չի կարելի մարքեթինգային ինչ որ ռազմավարություններ ունենալ գիրքը հասցնելու երեխային։ Դա բոլորովին դա չի նշանակում։ Իհարկե փոխվել է ժամանակը եւ պիտի լինի։ Այո, ժամանակը փոխվել է եւ իրենն է թելադրում։ Այ օրինակ վերջին գիրքը, որ մենք միասին հրատարակեցինք, այդ հրաշալի ուղակի գիրքը, որ այդքան սիրվել է, Արմինե ջան, չնայած որ պատմությունը ձմռանն է տեղի ունենում եւ այնտեղ կա տոնածառ, որի շուրջ կատարվում է, գիրքը ամբողջ տարին պահանջարկ ունի։ Եվ այս սիրելի գիրքը եւ երեխաների, եւ ծնողների, եւ իմ կողմից գաղտնիքների գիշեր գիրքը, ինչ ես կարծում, եթե միայն պատմությունը լիներ, այսքան կսիրվեր, չէ՞ որ նկարազարդումները, որոնք մեր սիրելի հեղնարը այդքան հրաշալի նկարազարդել է, ես կարծում եմ, որ նկարազարդումը շատ կարևոր տեղ ունի։ Եվ այս քո գրքում հակառակ անկիմյուրի բնակիչների տեքստը բավականաչափ սակավ է, բայց էլի ասելիքը անկիմյուրի բնակիչները վեպը, գաղտնիքների գիշերը հեքիաթ է, այսինքն ամեն մեկը իր դերն է կատարում։ Եվ իհարկե անկիմյուրի բնակիչներում էլ, չնայած այնտեղ իմ նկարներն են, բայց էլի նկարները շատ մեծ դեր են խաղում, ինչու որովհետև հորինված արարածներ են, եւ ես մի օր որոշեցի, որ լավ, ես այս արարածներին հորինել եմ, իսկով ինձնից բացի իրենց կարա պատկերացնել։ Եվ ես նստեցի նկարեցի, դեպի ես մինչև չէի նկարել։ Նորից դրանից հետո իրանց հետո սկսեցի նկարել։ Ինքը ինձ նկարել էլ սովորացրեց, այդ էր շատ արունակ։ Բայց ինչու, որովհետև ես ունայի այդ ես ամբողջական աշխարհը արդեն ինձ հետ էր։ Արդեն ուզում էի գրում էի, ուզում էի նկարում էի, արդեն ինքը ամբողջական, ոնց որ այդտեղ էր եկել էր։ Մի ամբողջ ուզում էր դուրս գալ, ուզում էր աշխարհ դուրս գալ, ոնց որ երեխա փորիկի մեջ, էլի։ Այո։ Իսկ գաղտնիքների գիշերը մենք ի սկզբանե ես առաջին բանն էլ որ հորինել եմ, ես հենց հեղնարի հետ եմ բանարել, որ հեղնար արի դու նկարի ես տենց եմ զգացել, որ հեղնարը պետք է դա նկարի եւ գաղտնիքների գիշերում էլ եւ ես ոչ մի գրքում նկարների դերը չեմ նսեմացնում ընդհանրապես, իհարկե գեղեցիկ նկարները, մանավանդ հեղինակային նկարչությունը, մանավանդ չէ որ նկարիչն էլ արվեստագետ, որի նույն ձևով, որը շփվում է երեխայի հետ իր ենթագիտակցությամբ, չէ, ես իր դերը չեմ նսեմացնում, ես ուղղակի ասում եմ, որ չի կարելի հրաժարվել մեծ տեքստերից, որովհետև իրենք երեխային, դեռահասին, ուսանողին, բոլորին իրենք մի յուրահատուկ ուժով
ով են եւ յուրահատուկ չափի են աշխատում իրենց երևակայության հետ։ Ես դա, որտեղ տեքստի ժամանակ իրենք անդադ պատկերացնում են։ Եթե մեջն են տեքստի, հիմա երեխաները ընթերցում են, բայց միտքները ուրիշ տեղ է, 10 անգամ նույն բարբերությունը հետ են գալիս ընթերցում են։ Եվ սա իհարկե արեցին գadgetները։ Համացանցը մեծ ուժ ունի, դա գաղտնիք չի, բայց ես չեմ կարծում, որ լավ մեթոդներով չի կարելի պահել կարդալը, որովհետև կարդալը կորցնելուց մենք էլ, որպես երկիր, ամբողջ աշխարհն էլ, մարդկությունն էլ կկորցնեն դեպի երազանք գնալու մի մեծ ճանապարհ։ Իսկ ինչ կարևոր է այդ երազանքը եւ երազանքին գնալը։ Ես իմ բոլոր գրքերում առաջնահերթ դնում եմ երեխային երազելու կարողությունը տալու, երեխային երազելուց չկտրելու միտումը։ Ինչ կարևոր է այդ երազանքը երեխայի համար հետագայում։ Հա, դրա մասին էլ արժի խոսել եւ հենց այդտեղ է հեքիաթի կարևորությունը որպես ժանր։ Ես շատ խոսակցություններ եմ լսում։ Նաեւ խոսենք հեքիաթի մասին որպես ժանր, դրա կարևորության երեխայի վաղ տարիքից դեռ սկսած արվեստը։ Որովհետեւ շատ եմ ես լսում, որ տարբեր տեղերից, որ այ հեքիաթը հիմա ոնց որ իր բանը ժամանակը ապրել է, հիմա պետք է ասենց պատմություններ, որոնք ինչ որ խնդիր են իրան փորձում լուծել սովորեցնեն։ Դա շատ փոքր եւ շատ քիչ է եւ շատ կարճատև է։ Կարճատև, այ ամենակարևոր բանը, որոնք ուղղակի ինչ որ մի հատ խնդիր են ուզում, իմ կարճատև։ Իրենք ապրելու են լավ ամենաշատ մի ոնց ասեմ, ասենք 10 տարի եւ չէ, ավելի, այսինքն մի շրջան, երբ որ երեխան այդ խնդիրը հաղթահարեց, այնպես այդ պատմությունը իր համար կարևոր չի։ Թուխը Ալիսը, Պիտեր Պենը, Մատանների տիրակալը, Հարի Պոտերը եւ այլն եւ լիքը գրքեր երեխան կարդալու է մինչև ոչ միայն երկար տարիներ, այլև կյանքի ընթացքում վերադառնալու է։ Իմ մայրիկը մինչև իր 80 տարեկանը վերադառնում էր իր սիրած հեքիաթներին։ Որոնք էին դրանք։ Մոխրոտից սկսած, շատ էր սիրում մոխրոտը։ Նույնիսկ ամենատարածված, որ կարծես արդեն կորցնում ենք հիմնական այդ հմայքը հեքիաթի, կորցնում այնքան են ընթերցում, այնքան տարբեր բացատրություններ են տալիս, անդադ փնտրում ենք նորը, կորցնելով այդ հնի հետ կապը։ Ջրահարսը, մոխրոտը։ Իդեպ ջրահարսը ես էլ եմ շատ սիրում, իմ ամենասիրած հեքիաթներից է ջրահարսը։ Եվ իդեպ ջրահարսը այնքան էկրանային մեկնաբանություններ ունի միմյանցից տարբեր, եւ իրական հեքիաթը Անդերսոնի իր հեքիաթում կա մի բան, որ համարյա ոչ մի էկրանային աշխատանքի մեջ չկա։ Հենց սա էլ է լավ օրինակ, էլի, որ Անդերսոնը բերել է մի մտածողություն, որը ոչ մի էկրանային գործի մեջ չկա։ Դա այն որ ջրահարսը նույնիսկ մինչև արքայազնին հանդիպելը ուզում էր դառնալ մարդ։ Այդ դա ոչ մի տեղ չկա։ Իսկ ինչու էր ուզում դառնալ մարդ, որովհետև մարդիկ ի տարբերություն ջրահարսերի այդ հեքիաթում հավերժական լինելու հնարավորություն ունեն։ Իսկ ջրահարսերը չունեն։ Իրենք ապրում են 300 տարի եւ մահանում են։ Իսկ մարդիկ ապրում են 100 տարի եւ հավերժանում են։ Եվ ջրահարսը ուզում էր մարդ դառնալ, որպեսզի ինքը հավերժ լիներ։ Նայեք ինչ գաղափարից է սկսել հեքիաթը Անդերսոնը, որ տեսեք ոչ մի բանի մեջ չկա։ Միայն սովետական ժամանակների խաղարկային ֆիլմում, որովհետև անիմացիոն ֆիլմը, որը իդեպ իմ սիրած անիմացիոն ֆիլմերից մեկն է, հրաշալի է, սիրո մասին ամենագեղեցիկ ֆիլմերից մեկը, բայց խաղարկային ֆիլմում մի թեթև այդ գաղափարը կա, որովհետև վերջում աղջիկը հավերժանում է։ Ճիշտ է սկիզբը չկա, որ ինքը ուզում էր մարդ դառնալ, որ հավերժանար, բայց վերջում աղջիկը հավերժանում է։ Այդ այնտեղից բերել են մի փոքր սովետական խաղարկային ֆիլմ։ Բայց ես սիրում եմ նաև Դիսնեյի ֆիլմը, որը ունի ուրախություն, սիրո միջով, դեպի երազանք եւ այլն։ Այսինքն հույզերը, որոնց ուղված են այս գիրքը եւ բոլոր տարբեր ֆիլմերը, ուղված են երեխային հրաշալի հույզեր ապարգևելու, բայց հույզերը բարության միջոցով դեպի երազանք։ Սա շատ կարևոր է։ Ոչ մի սովորական փոքրիկ նկարազարդ պատմություն, որը մի հատ խնդիր է լուծել սովորեցնում, ես իրենց դեմ չեմ։ Ես ուղղակի ուզում ասեմ, որ չի կարող ծնողը կենտրոնանա միայն այդ գրքերի վրա։ Դա է հարցը։
հեքիաթը երեխայի կյանքում շատ կարևոր է, որովհետև հեքիաթը իր կյանքի ճանապարհորդության մասին է։ Այդ ճանապարհորդությունը, որը ինքը սկսելու է առաջին վայրկյանից, երբ առաջին միտքը գալու է իր եւ մինչեւ վերջ սկսած ինչ մասնագիտություն ընտրելու, հավատալու է իր երազանքին թե ոչ, գնալու է դեպի սիրած մասնագիտությունը թե ոչ, ընդհանրապես հավատալու է թե ոչ, ստեղծելու է ինչ որ մի բան թե ոչ, ոնց է ինքը վերաբերվելու մարդկությանը։ Եվ այստեղ ես կգամ ձեր առաջին հարցին, Սաբետ։ Սովորեցնել, հորինել պատմություն կարելի է։ Սովորեցնել գրել պատմություն առավել եւս կարելի է։ Ես անձամբ հորինել եմ ամեն ինչից եւ հետեւաբար նաեւ սովորեցնում եմ հորինել ամեն ինչից, բայց այ ինչն է շատ դժվար սովորեցնել, որ իրական հեքիաթ գրելու համար, իրական մանկագրություն անելու համար դու այդպիսի մտածողություն պիտի ունենաս, որը գալիս է հեքիաթից, որը գալիս է քո կրթությունից, քո կարդացած գրքերից, հեքիաթից, առասպելից, լեգենդից, ու ինչի այնտեղ բոլոր տեղերում կա հեքիաթը, առասպելից սկսած կա հեքիաթը, չէ, առասպելից սկսած երազանքի մասին է եւ կա հեքիաթը, առանց դրա հնարավոր չի։ Դու պիտի հավատաս, որպեսզի կարողանաս ճանապարհ կառուցես, դե չես կարող ճանապարհ կառուցել դեպի ինչ որ մի բան, որը նույնիսկ չգիտես որտեղ է։ Բայց այսօրվա մարդը ինչ է ասում իր զավակին կամ ինչ է մտածում, որ դու մնացել ես հեքիաթի մեջ։ Դա հայ ժողովրդի ամենավտանգավոր բաներից է։ Ես 20 թվականի պատերազմից հետո մինչև այդ ոնց որ մի տեսակ սենց արդեն ինչ որ ուրիշ բանի մեջ էի եւ 20 թվականից հետո ես նույնիսկ որոշեցի վերադառնամ հեքիաթին ու իդեպ գաղտնիքների գիշերը հենց այդ ժամանակ էլ ես ամբողջացրեցի, գրեցի, սկսեցի աշխատել իմ վիպակի վրա, անել անիմացիոն ֆիլմեր, ինչու, որովհետեւ ես հասկացա, որ այն որտեղ 20 թվականի հիասթափությունից հետո հայտնվեց հայ ժողովուրդը, հիասթափությունը բերեց նրան, որ ինչ հեքիաթ, ինչ երազանք։ Ներեցեք, ոնց կարելի է այդպես ապրել, ոնց կարելի է այդպես երեխա մեծացնել, ոնց կարելի է այդպես ուսանող կրթել, ոնց կարելի է չունենալ։ Որովհետև մենք սենտիմենտալ ենք, որովհետև մենք դյուրահավատ ենք։ Մենք չենք կորցրել, որովհետև մենք հեքիաթի ենք հավատացել, մենք կորցրել ենք, որովհետև մենք բավականաչափ չենք հավատացել, որպեսզի ճանապարհել կառուցենք։ Այ մենք դրա համար ենք կորցրել եւ մենք դրա համար ենք կորցնում։ Մենք այսօր հենց հիմա որ կորցնում ենք ինչ որ բան, կորցնում ենք նրա համար որ հավատում ենք հեքիաթին, թե որ չենք հավատում հեքիաթին, որ չենք հավատում հեքիաթին։ Եթե մենք ուզում ենք ունենալ հրաշալի մարդկություն, հրաշալի երկիր, հրաշալի աշխարհ, ուրեմն պիսին էլ մարդ պիտի մեծացնենք, չէ՞։ Եկեք ուրեմն իսկապես խրախուսենք եւ այս վախը մեր մեջից հեքիաթին հավատալու եկեք հանենք, որովհետև այդ վախը հեքիաթին չհավատալու մեզ բերեց այսօր շատ մեծ քաղաքական հարցերի չլուծման եւ դեռ տանում է եւ դեռ երկար դուրս չենք գալու այս դաժան հեքիաթից, որովհետև մենք ժամանակին չենք սովորել հավատալ այն հրաշալի հեքիաթներին, որը վախեր է այսօր արթնացնում մարդկանց մեջ, որ մենք կմնանք այդ հեքիաթի մեջ։ Այս դիսոնանսը եւ այս երկվությունը պետք է հստակեցնել եւ երևի հենց սրա մասին է պետք խոսել մեծերի հետ, որ երեխային չզրկեն երազելուց։ Եվ երբ որ խոսում ես երազելուց ու երազանքից, մի տեսակ միշտ ծաղրի ես արժանանում, հայացքներ ես նկատում, որ այսպես դու քո երազելով, քո երազանքով ախր ոնց բացատրես, որ այդ երազելն ու երազանքն է, որ բերում է կայուն, մնայուն եւ ստեղծարար արժեքների, սրանք են հետո մնում։ Ոչ մի կայուն բան չես կարողանում ձեռք բերել, եթե դա երազանքի շնորհիվ չի եղել։ Եվ վերջապես արդյոք դա քեզ երջանկություն է։ Արդյոք դա քեզ երջանկություն է։ Այսինքն լավ ձեռք բերեցիր, եթե դա քո երազանքը չի, արդյոք դա քեզ երջանկացնում է։ Իսկ մենք ինչ ենք ուզում լինենք, ոչ երջանիկ մարդկանց հասարակություն, թե երջանիկ մարդկանց հասարակություն։ Պետք է կարողանան հասկանան ինչ է երջանկությունը եւ հետո կարողանան գալ դրան։ Մարդիկ չեն հասկանում ինչ կարեւոր բան է երջանիկ լինելը։ Ու այստեղ էլ սա պետք նորից կարող են գալ մանկական գրքերին։ Նայեք, դասական մանկական գրականությունը, որը հիմնականում հեքիաթ է, իհարկե։ Եվ հիմնականում այ բոլոր այդ մեր սիրած հայտնի հեքիաթային վիպակները, վեպերը եւ այլն, չէ։ Իվերջո իրենց բոլորի մեջ կա
այդ միասնության երջանկությունը։ Նայեք, Վինի Թուխի աշխարհը, չէ՞։ Անտառում ապրող այդ կենդանիները, Վինի Փուհը, Դնչիկը եւ այլն, իրենց համար գոյությունը, բնական գոյությունը զուտ ընկերության միջով է։ Նույնը Մումիտրոլները, նույնը Հարի Փոթերը, նույնը Պիտեր Պենը, նույնը, այսինքն հեքիաթի պատմությունը բոլոր այն ժամանակվա հեքիաթների պատմությունները զարգանում էին բնական ընկերության մեջ։ Եվ սա շատ կարևոր բան է մանկական գրքում եւ հեքիաթում։ Կամ եկեք վերցնենք բանը Հարի Փոթերը, հա։ Ինքը ուժը որտեղից ստացավ, որտեղից ինչու հանկարծ այն երեխայից, որին բոլորը ճնշում էին, դարձավ ամենահզոր բանը։ Ոնց ինքը դա արեց իր երկու ընկերների օգնությամբ։ Որտեղից մենք այս ամբողջը այս մենք դրան հավատացել ենք ու դրա համար հիմա մենք մի ժողովուրդ ենք, որ չունենք մի հատ հասարակ միասնություն, նույնիսկ պատերազմի ժամանակ, ոչ, որովհետև մենք դրան չենք հավատացել։ Որովհետև վախեր ունենք, որ հեքիաթներին ապավինելով մենք այնքան վստահություն կունենանք մարդկությանը, որ հետո կսկսենք խաբված լինել։ Չէ, հակառակն է իմ կարծիքով տեղի ունեցել եւ հակառակն է տեղի ունենում։ Մենք վաղուց արդեն հեքիաթ չենք կարդում մեր երեխաների համար։ Առաջ մարդկությունը ոնց է արել, ասենք երեխան ծնվել է, իր համար սկսել են հեքիաթ կարդալ, իրենց սկսել են լեգենդ պատմել։ Վերցնենք մեր Սասունցի Դավիթը։ Մենք Սասունցի Դավիթը պատմում ենք երեխային, ոչ։ Մենք հեքիաթ չենք պատմում երեխային, հետո էլ ասում ենք, դե լավ հեքիաթը իրան ինչ պիտի սովորեցնի, հեքիաթը իրան պիտի սովորեցնի լինել քաջ, ուժեղ, ունենալ երազանք, քայլել դեպի երազանքը եւ երազանք իրականացնել ու ոչ միայն իր համար։ Այսա պիտի երեխային սովորեցնի հեքիաթը։ Եվ եթե բոլորին դա կամած գա այդ գա հեքիաթի մաքրությունը, հեքիաթի ուժը, հեքիաթի ուժի հնարավորությունը, ուժը դա հասարակ բան է։ Դու հավատում ես, ունես, չես հավատում, չունես, վերջ։ Ուժը ուրիշ բան չի, ոգու ուժը ինքը ոչ մի ուրիշ բանի հետ կապ չունի, կապ ունի միայն հավատալու եւ չհավատալու հետ։ Հրաշալի։ Համ տխրեցի, համ սկսեցի մտածել, որ դեռ փրկություն կա։ Դեռ ամեն ինչ այնքան բաց չէ, որ նախ կարծում ենք։ Միշտ լինում են հրաշքներ, եւ ես իմ կյանքում դա ոչ մեկ անգամ չէ, որ տեսել եմ, որովհետև հրաշք միշտ կա, միշտ լինում են այն մարդիկ, որոնք ի վերջո կառուցում են այդ հրաշքի ճանապարհը, այսօր չէ, վաղն են կառուցում, այսինքն հույսը կորցնել չի կարելի, հույսն էլ է ուժ, եւ հույսն էլ է միշտ գալիս հեքիաթից, ամենադժվար պահին հերոսին նվեր է տրվում։ Ընծա։ Այո։ Արմինե ջան, դու այնքան տարբեր բաներով ես զբաղվում, եւ քեզ ներկայացնելուց չի կարող նույնիսկ թվարկել այդ ամենը, ինչպես նաեւ պրոդյուսերությամբ ես զբաղվում, ինչպես նաեւ դասավանդում ես ամերիկյան համալսարանում։ Ուզում եմ մի փոքր պատմես, ինչ ես դասավանդում։ Ինձ շատ հետաքրքիր է եւ վստահ եմ մեր ունկնդիրներին եւս։ Ամերիկյան համալսարանում ես դասավանդում եմ երկու տարբեր դասընթացներ, մեկ հայերեն մենք դա անվանում ենք դերասանի վարպետություն, բայց անգլերեն այդ դասընթացը կոչվում է acting techniques, եւ մյուսը ստեղծարարություն։ Անգլերեն դասընթացը կոչվում է creative production, որովհետեւ ուսանողները այնտեղ նաեւ ստեղծագործական նախագիծ են իրականացնում, բայց ֆոկուսը իր դասընթացի դա ստեղծարարությունն է։ Այսինքն ինչպես լինել ստեղծարար, ստեղծագործ, այո, եւ ինչու, այդ ինչուն էլ է շատ կարեւոր։ Այսինքն այդ ստեղծարարության նպատակը եւ ճանապարհը դեպի դա իմ դասընթացի ոնց որ ֆոկուսն է։ Ես այս երկու բանն եմ դասավանդում ամերիկյան համալսարանում։ Որ կուրսերին ես դասավանդում։ Կարող են մասնակցել բոլոր ամենատարբեր ֆակուլտետներից։ Մեկը իրենք տարբեր ոնց որ մակարդակ բաներ ունեն, դա ամերիկյան համալսարանում դա կոչվում է upper division, եւ օրինակ մի դասընթացին առաջին կուրսեցիները կարող են գալ, մյուս դասընթացին առաջին կուրսեցիները չեն կարող գալ, հետագայում կարող են գալ եւ այլն։ Եվ շատ զարմանալիորեն ասեմ, որ ես արդեն 7 տարի այնտեղ դասավանդում եմ ու շատ երեխաներ
ի վերջո ուզում են եւ սովորել դերասանի մասնագիտությունը ջոչափով եւ ստեղծարարություն եւ ամենատարբեր ֆակուլտետներ երեխաները իրականում ունեն այդ ստեղծարարության սովը երբ իրեն գալիս են ես դա զոր տեսնում եմ ես պատկերացնում եմ ինչ հաճույքով են քեզ լսում եւ ոնց են շտապում քո դասերին, քո հմայիչ խոսքով եւ քո կարևոր ասելիքներով Արմինե ջան, քո վերջին անիմացիոն ֆիլմը, այդ հրաշք ֆիլմը, որ բազում այս վերջին 1 տարուց ավել, ինչքան ժամանակ է 2 տարի է ճամփորդում են այդ տերևները, ճամփորդում են եւ ամեն տեղ ուրեմն հաջողություն ունենալով այդ պատմությունը գրվեց գրքից հետո կամ դրանից հետո գիրքը կլինի նկարազարդումները, անիմացիան, արի խոսենք մի փոքր այս 3 կոմպոնենտների մասին, այս եռանկյունու, որտեղ չես իմանում գիրքն է, պատմությունն է հաջորդում անիմացիային, անիմացիան է հաջորդում գրքին։ Ես հիմա ունեմ մի հետաքրքիր մտադրություն, որ այն ամենը ինչ որ անում եմ անիմացիոն ֆիլմեր, պիտի վերածեմ գրքերի, իսկ այն ամենը ինչ որ անում եմ գիրք, պիտի վերածեմ անիմացիոն ֆիլմերի։ Նաև այն պատճառով, որ կարողանամ նա սիրողին վերել էստեղ, նա սիրողին վերել էստեղ եւ այլն եւ նաեւ որովհետեւ իրենք այդ դաշտը ստեղծում են։ Հիմա ես իսկապես տերևները, թռչող տերևների երգը, որը սցենարը Ռոման Բալայանի հետ միասին արված եւ ես ռեժիսորն եմ ու պրոդյուսերն նաեւ դերասաններից մեկը հա այս վերջի 2 տարում 100-ից ավել փառատոնում անդրվել շնելու ուղղակի եւ հաջողությունը ինչ նայեք խոսում էինք երազանքից չէ սա էլ է երազանք ես առաջին անգամ հեռուստատեսությունը որ երեխա ժամանակ հեռուստացույցը միացրել ենք անիմացիոն ֆիլմ ա եղել այնտեղ ասել եմ ես էլ եմ ուզում սա անեմ Ես 10 տարեկան երեխա եմ եղել, բայց ի վերջո ես արեցի մի անիմացիոն ֆիլմ, որ ինձ երջանկացնում է հիմա ոչ միայն նրա համար, որ շատ փառատոներ ա գնում եւ մրցանակներ ա ստանում, այլ նրա համար, որ թեման, որը ես շատ էի ուզում մի օր դրա մասին բանանել, եւ իլի երազանքի թեման կա այնտեղ, կա երազանքի թեման եւ կա հայր երեխա հարաբերության թեման ուսուցիչ աշակերտ հարաբերության թեման եւ թե ինչպես այս ընկերությունը ոչ թե որ ես ծնող եմ, ես բացատրում եմ ու վերջ տա ճշմարտությունը, այլ ընկերությունը ոնց կարող է տանի երազանքի։ Այս անիմացիոն ֆիլմում այդ թեման է։ Եվ ես այս ֆիլմը իմչելուց իմ հայրիկին եմ նվիրել, որտեղ իմ հայրիկը այդպիսի մանկավարժ էր։ Ես շատ բան իրենից եմ իսկապես սովորել։ Իսկ ֆիլմը ինքը Ես հա պատրաստվում եմ ունենամ նաև իլա գիրք անպայման, որովհետև ինքը ունի հրաշալի նկարներ եւ նույնիսկ իր գրքի հետ կապված մի այնպիսի բան ունեմ, միտք ունեմ, որը դեռ գաղտնիքա չեմ կարող ասել։ Գաղտնիքների գիշեր։ Գաղտնիքա լինելու։ Ես գաղտնիքների գիշերն էլ եմ պատրաստվում մի օր անիմացիոն ֆիլմ անել, որտեղ միշտ երազել եմ, որ Հայաստանը ու Հայաստանում լինի մի հատ ոնց որ այդ Սուրբ Ծննդյան գիրք իր անիմացիոն ֆիլմով։ Կներես մի բան հարցնեմ, երբ որ անիմացիան անում ես գրքից հետո, երբ որ անում են սովորաբար գրքից հետո, հիմա կոնկրետ գաղտնիքների գիշերի հետ կապված, օգտագործում եք նույն նկարազարդումները, դրանք եք շարժում, թե անիմացիան արդեն ուրիշ բան ես տեսնում եւ այնտեղ ուրիշ նկարազարդումներ ես դնում, ոնց է դա արվում սովորաբար։ Ինքը կարող է շատ կախված լինի։ Ինքը կարող է որոշումը կարող է կայացվի, որ դու անում ես նույն նկարներով, որ դու կարող որոշումը կարող է կայացնի, որ դու փոխում ես նկարները։ Փոխել կարելի է, հա, այսինքն լիարժեք։ Հա, իհարկե, որովհետև գիրքը, ֆիլմը, դու կարող ես լրիվ ավելին, ես հիմա օրինակ հիմա գրել եմ Գաղտնիքների գիշերի սցենարը եւ սցենարում գրել եմ մի ամբողջ արկած, որը գրքում չկա, որովհետև նաեւ իմաստ չունի կրկնել, այսինքն երբ դու ֆիլմից գիրք ես անում կամ գրքից ես ֆիլմ անում, նշանակություն չունի, երբ դու մի ստեղծագործություն ստեղծվել է այս մեծայում, բայց դու հիմա ուզում ես իրան ստեղծես, ինչ իմաստ ունի լրիվ նույնը անել։ Ես միշտ կողմնակից եմ, որ ինքը լրիվ նույնը չէ։ Գիտես ինչու, որովհետև սիրվում են նկարները եւ արդեն պատմությունը ընկալվում է հենց այդ նկարներով, հենց այդ վիզուալ
տպավորությամբ եւ մի տեսակ նույնիսկ ափսոսում ես փոխել։ Չէ, մենք այս պահին օրինակ միտք չունենք, ես ու Հեղնարը, որ նկարները պետքա փոխենք։ Միակ բանը, որ ես այս պահին փոխել եմ, որ ես սցենարի մեջ ավելացրել ավելի, այսինքն որովհետեւ գիրքը գիրք է։ Իհարկե, դա սցենարը պահանջում է իր օրենքները, ունի իր ֆորմատը, ձևաչափը։ Օրինակ գրքում կա հեղինակի մեկնաբանությունները, եթե հիշում ես, որ ես որպես հեքիաթի փերի մեկնաբանում եմ մյուսների ոնց որ բանը։ Քանի որ դա անիմացիոն ֆիլմում չկա, ինքը ինչ որ ուրիշ մի բան պետք է ունենա, որովհետև անիմացիոն ֆիլմը ճիշտն ասած ես ուզում եմ անեմ առանց տեքստի, այսինքն լրիվ առանց երկխոսության, եւ ինքը պիտի ունենա ուրիշ բան, որը բերում է այս նույն հեքիաթի փերու, ասենք ծիծաղելի մեկնաբանությունները ուրիշ ձևի մեջ պետք է հայտնվեն։ Այդտեղ արդեն այդ տարբերությունը հետաքրքիր է, կրկնություն չի։ Նոր բանը, որը էլի բերում է այն նույն բանին, ինչը գրքի մեջ դու կարողացել ես ստանալ։ Նաև դա բերում է մի լրիվ նոր ինչ որ միտեղ ժանրի, որը այսօր կոչվում է տրանսմեդիա, որ գիրքը շարունակում է անիմացիային, անիմացիան շարունակում է, այսինքն օրինակ դու գիրքը անելուց ասում ես վայ, եթե անիմացիան նայես, դու կտեսնես մի բան, որը գրքում չկա։ Իսկ եթե դու անիմացիան նայելուց հետո դու կգնաս կկարդաս թե հեքիաթի փերին ինչեր էր ասում այս ամեն ինչի մասին։ Կարծում ես մեկը մյուսին լրացնում է, կարողանում ես քան ապահովել, որ այնտեղից գան գրքից գան։ Այո, ես միանշանակ իմ ստեղծագործությունները հիմա գրքերն ու անիմացիոն ֆիլմերը փորձելու եմ անեմ այդ իրար շարունակող։ Դե վստահ այս պարագայում պետքա միտեղ մի բանը չլինի, որը մյուս տեղում կա, այլապես իսկապես կրկնությունը չի կարող հետաքրքրություն առաջացնել այդ շղթայի մեջ։ Եվ հենց սա գուցե եւս մեկ նոր դարաշրջանի ոնց որ գուցե ինչ որ մի մեթոդներից մեկն է, որ մենք ավելի շատ բերենք դեպի գիրքը։ Նաեւ որ երբ ես իրենց համար օրինակ անիմացիոն ֆիլմ անեմ, իրենք իմանան, որ գրքում կա մի բան, որը ստեղ չկա։ Այսինքն ու իրենք գնան դեպի գիրքը։ Հիմա ես փորձում եմ այդ ճանապարհը ուսումնասիրել։ Սրանք շատ ծախսատար բաներ են, հատկապես անիմացիան, որևէ բանի վիզուալիզացիան շատ ծախսատար է, շատ ավելի քան գիրք հրատարակել է իհարկե։ Արմինե ջան, այնպես որ հիմնականում առաջնահերթությունը տրվում է գրքին, դեռ եւ հետո նոր, եթե գիրքը հաջողություն է ունենում, կարծես թե նոր անցնում ենք անիմացիային, կլինի դա ներկայացում, կլինի դա անիմացիոն փոքրիկ ֆիլմ կամ ես երազում եմ լիամետրաժ մանկական ֆիլմի մասին հայկական արտադրության։ Ես հիմա գրում եմ վիպակ, Միգու վերնագրով, եւ այդ վիպակը ես հիմա գրում եմ եւ որպես վիպակ եւ որպես լիամետրաժ սցենար։ Արդեն իմանալով, որ դա իրականություն կդառնա, թե հա, որովհետեւ Չէ, կդառնա, ես երբեք ոչինչ չեմ սկսել, որովհետեւ havատում ես, որովհետեւ հավատում եմ, որովհետեւ ուզում եմ, որովհետեւ բավականաչափ աշխատանք եմ անում դրա համար եւ որովհետեւ ես տեսել եմ, որ երբ դու հավատում ես, աշխատանք անում ես, ճանապարհ կառուցում ես, դու կարողանում ես անես, ես ի վերջո մի քանի գիրքեր եմ արել, մի քանի ֆիլմեր եմ արել, չէ՞ հո։ Այսինքն այդ ոնց եմ արել, նույն ձևով, երբ որ անկիմերը գրում էի, ես նույնիսկ գրող չէի, բայց ես հերոսներին էի սիրել։ Ու ասում էի, ոնց կարան այսքան սիրված հերոսները վերջում գիրք չդառնան։ Դա էր ինձ։ Ես ոչ թե ես իմ մասին էի մտածում, որ վայ, ես նույնիսկ գրող չէի, լրիվ անկեղծ, ու երբեք չէի մտածել գրող լինելու մասին։ Ընդհանրապես դերասան լինելուց բացի, ես ոչ իմ անիմացին չէի մտածել։ Այսօր եմ ես հիմա հասկանում, որ ինչու ես կարողացա եւ դերասանից գրող դառնամ, եւ ռեժիսոր դառնամ, եւ որովհետեւ ի վերջո հասկացա, որ արվեստի բոլոր ձևերով էլ դու կարող ես քո երազանքներ իրականացնել, ուրիշի համար էլ ստեղծել։ Արմինե ջան, ցանկության ուժը ամենահզորն է։ Արի մեր բոլոր ֆիբրերով իսկապես ցանկանանք երեխաներին որևէ կերպ արվեստով կլինի,
նոր տեխնոլոգիաներով կլինի։ Բերենք դեպի գիրքը, բերենք դեպի ընթերցանությունը, բերենք դեպի երազելը ու երազանքը, որ մեր երեխաները գնան իրանց երազանքի հետևից եւ հավատան այդ երազանքին եւ դրանք անպայման իրականություն կդառնան։ Ես շատ շնորհակալ եմ, որ դու այսօր ինձ հյուր եկար, որ այսքան կարևոր բաների մասին խոսեցինք, որ մեր ծնողները կլսեն քո խոսքերը եւ կվերադարձնեն իրենց երեխաներին դեպի հեքիաթը։ Լինեն դրանք փոքր կամ մեծ, մեզ իսկապես պակասում են այդ հեքիաթները, մեզ պակասում է վերադարձ դեպի հեքիաթը։ Այո, մեզ պակասում է վերադարձ դեպի հեքիաթը բոլոր մակարդակներում։ Սկսած ընթերցանությունից, սկսած երեխային գիրք տալուց, մինչև ամենօրյա ցանկացած որոշում կայացնելը, եւ հեքիաթը չի, որ մեզ շեղում է, հեքիաթին բավականացած չհավատալն է, որ մեզ շեղում է։ Սա շատ կարևոր բան է։ Եվ ես էլ եմ շնորհակալ, որ ինձ հրավիրել եք ու ես միշտ ուրախ եմ խոսել այս թեմայով եւ հուսամ, որ ինչպես ինձ փոքր ժամանակ շատ գրքեր օգնել են, որ ես տեսնեմ ու իրականացնեմ իմ երազանքը եւ ինչպես այդպես էլ նույն ձևով ես անկեղծորեն ուզում եմ, որ իմ ստեղծածը օգնի մյուսներին դա անել եւ դրա համար ես անկեղծ ուզում եմ, որ մեր ծնողները եւս մեկ անգամ փորձեն վերանայել թե ինչ ուժ են տալիս իրենց երեխային, դա շատ կարեւոր է եւ թող օգնեն բոլորին, բոլոր տարիքի երեխաներին օգնեն շատ կարդալ եւ երազելուց ու հավատալու ուժի մասին խոսելուց ուզում եմ այսօր առաջին անգամ խոսել իմ երազանքի մասին, որը իրականացման ճանապարհին է եւ շուտով մենք բոլորս կվայելենք դա այն մանկական գրատունն է, որ ես պատկերացնում էի տարիներ ի վեր, որը շատ շուտով իրականություն կդառնա եւ ես շատ երկար եմ երազել եւ շատ ուժգին եմ երազել դրա մասին եւ հավատացել եմ անսասան, այնպես որ իսկապես երազանքները իրականանալու սովորություն ունեն, եթե դու նրանց հավատում ես։ Արմինե, մենք մեր գրատանը կունենանք այդ հնարավորությունը քեզ հետ հանդիպումներ ունենալու եւ մեր բալիկները կվայելեն քո մոգական պատմությունները հենց քո մեկնաբանությամբ եւ դու դեռ շատ աշխատանքներ կունենաս երեխաների հետ տանելու եւ ես վստահ եմ, որ դրանք կլինեն այն սերմերը, որոնք մեր երեխաներին կդարձնեն երազող եւ հավատացող։ Արմինե ջան, շատ շնորհակալ եմ այսօրվա մեր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, շատ իսկապես։ Այսօր մեծ սիրով ձեզ եմ ներկայացնում մանկագիր Արմինե Անդայի «Գաղտնիքների գիշեր» գիրքը, որը ի դեպ կարևոր պատմությունից զատ ունի հրաշալի նկարազարդումներ։ Գրքեր կան, որ մոգական են ու կարողանում են քեզ վերհանել ցանկացած վիճակից ու տանել իրենց հետևից։ Արմինե Անդայի այս հրաշալի պատմությունը էլֆերի ու հրեշտակների բարության ու ընկերության մասին է։ Գիրքը նկարազարդումների շնորհիվ նաև այնպիսի շունչ է ստացել, որ այն ձեռքդ վերցնելիս հայտնվում ես գրքի էջերից ներս։ Գրքի նկարազարդումները Հեղնար Պետրոսյանինն են։